Քաղցրաձայն էր նաև Կոմիտասի մայրը, Թագուհին։ Կոմիտասին անուրախ մանկություն էր սպասվում։ 1 տարին չլրացած մայրը մահանում է։ Երեխայի խնամքը ստանձնում է հայրական տատը, Մարիամը։ 11 տարեկանում Սողոմոնը կորցնում է նաև հորը և թողնելով ուսումը Բուրսայում, ծննդավայրը վերադառնում լիովին որբացած, հոգեպես խոցելի ու գրեթե անօթևան։ 1881 թվականին Քյոթահիայի վանահայր Գևորգ Վարդապետ Դերցակյանը պետք է մեկներ Էջմիածին, եպիսկոպոս ձեռնադրվելու։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հետը մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ Էջմիածին հոգևոր ճեմարանում ուսանելու։ 20 երեխաներից վիճակահանությամբ ընտրվում է Սողոմոնը։ Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ հայ երաժշտության հետագա ուղին, եթե աստվածային նախախնամությամբ վիճակը չընկներ հենց Կոմիտասին։